Բարև արգելի ժողովուրդ, բարև երկիր, բարև ազգ։ Այսօր հունիսի 12-ն է, քաղաքական բեսպրեդելը, իրավական բեսպրեդելը շարունակվում է, եւ ես կներկայացնեմ օրվա անցուդարձը, դրանց հետ կապված կարևորագույն իմ դիտարկումները եւ մեկնաբանությունները թողնելով։ Մի թեթև կփորձեմ վերլուծություն անել եւ միևնույն ժամանակ կփորձեմ պատասխանել ձեր հարցերին, խնդրում եմ կարճ, բովանդակալից, եթե հարցեր ունեք, ապա այս տեսանյութի տակ մեկնաբանություններում թողեք ձեր հարցերը, վերջում անպայման կանդրադառնամ ձեր հարցերին, երկար չեմ ծավալվելու հարցերի վրա, բոլոր հարցերին չի որ պատասխանելու եմ, բայց առաջին հերթին ինչ որ այսպես աչքովս ընկավ, դրանց կպատասխանեմ, եւ այսպես օրը սկսավ Արեքնազ Մանուկյանի հրապարակած տեսանյութով, երբ որ գիշեր հանա առավոտ բարլուսով իրավապահ մարմինները Արեքնազ Մանուկյանը, եթե Բարգավաճ Հայաստան կուսակցության թիմից է, եթե չեմ սխալվում, պատգամավորի տեխնացու, հա, եւ որոշակի քրեական ինչ-որ կասկածներով գնացել էին տունը խուզարկման։ Ես ուզում եմ այդ խուզարկության դրվագը ձեզ ցույց տամ եւ մի երկու բան բացատրեմ դրա հետ կապված։ Խնդրեմ տեսանկարահանումը հեռախոսով է արված Արեքնազ Մանուկյանի կողմից, հենց իրանց տանը, այս մութ վիճակն է, դրա համար շատ բան չենք կարող տեսնել, բայց սկսեցինք։ Հարգելի հայրենակիցներ, առավոտ շուտ ընտրագողություն իրականացնելուց հետո այս իշխանությունները բանու գործը թողած հիմա եկել են մեր բնակարանը խուզարկելու։ Բարև ձեզ։ Բարև ձեզ, ովքեր եք։ Մի րոպե մի մտեք մեր բնակարան։ Մենք դատարանի որոշում ունենք։ Հասկանալի է, ցույց տվեք։ Հասկանալի է։ Ես չեմ։ Նայեք, դուրը բացում եք, օտար մարդիկ են կանգնած, տղամարդիկ, ու ասում են մենք դատարանի որոշում ունենք, դուք խոչընդոտում եք։ Հիմա ցանկացած մեկի տուն, կարա մեկը դուրը ծեցի, ասի մենք դատարանի որոշում ունենք, նույնիսկ կարա լինի ոստիկանական համազգեստով։ Մտնի ներս, երբ որ արդեն պատժեզդում շուխուր անելու խնդիրը բացառվում է, դանա կպահի, ատրճանը կպահի, ասի փողերը թանի, ոսկիները թանի, չգիտեմ ինչը թանի։ Կարա, կարա։ Ալամ աշխարհում սա շատ հայտնի բան է, այսպիսի հանցագործություններ բազմաթիվ անգամներ են եղել։ Ավելին, նույնիսկ այսպիսի հանցագործություններ հայաստանյան քրեական աշխարհի պատմության մեջ կան, երբ որ ոստիկանական համազգեստով մտել են, նույնիսկ փաստաթուղթ են ցույց տվել եւ գողացել են, ոնց է կոչվում, չասարետի, զենքի սպառնալիքով, ռազմո են արել։ Ահա, չէ, դեպքում սպառնալիք չի, համոզելով է, խափելով է, ռազմոյը բանով է, զենքի սպառնալիքով է, միշտ խոսքով։ Հիմա նույն ձևի կարա ստեք տենց բան լինի, կարա լինի։ Ասում է ցույց տվեք դատարանի որոշումը, ասում է դուք խոչընդոտում եք բանին։ Ասա, իրանց գործողություններին։ Էդ էլ մի հատ առանձին հոդված է, էլի խոչընդոտելը։ Հիմա շարունակենք նայել։ Խոչընդոտում։ Ես չգիտեմ դուք ով եք։ Ցույց տվեք, ձեր փաստաթուղթը ցույց տվեք։ Կոմիտեի աշխատակիցն եմ Գևորգյան։ Քննչական կոմիտեի աշխատակիցն եմ Գևորգյան։ Եթե այդ որ ցույց տվեց, դա Մանասյան Հայկ գրածելն էր, իմ պրավենն էր, այս աղջիկը բան չէ տնալ, դուք բան տեսաք։ Դուք բան տեսաք, դուք տեսեք սրանց նապորը, շտապողականությունը, պրոֆեսիոնալ են իրանց արևին մասնագետ են։ Մի հատ այդ պահը նորից եմ դնում, մի հատ նայեք, էլի ոնց ասած, մի ակնթարթ էլ իրան վեճին չի։ Նայեք։ Կոմիտեի աշխատակիցն եմ Գևորգյան։ Հարգելի Գևորգյան, Թույլտվությունն եմ, խնդրում անջատել։ թույլտվությունը ցույց տվեք եւ մտեք մեր բնակարան։ Թույլտվությունը, ծանոթագիրը ցույց տվեք։ Ումտան, ոչ ծանոթագիր, ոչ որոշում։ Ցույց տվեք որոշումը, նոր մտեք մեր։ Ցույց տվեք մեր որոշումը, նոր մտեք մեր բնակարան։ Ինչ իրավունք ունեք մտնում եք մեր բնակարան։ Եկալեք մի րոպե, որոշումը, մի րոպե ժողովուրդ, որոշումը ցույց եք տալիս, մտնում եք մեր բնակարան։
Ես չեմ խոչընդոտում, որոշումը ցույց եք տալիս, նոր մտնում եք, որոշումը չեմ նկարում։ Հեռախոսը անջատ եք։ Որոշումը ես հեռախոսը թեքում եմ, որոշումը չեմ նկարում։ Որոշումը չեմ նկարում։ Մի խնդրեք հեռախոսը ինձանից։ Մի րոպե անջատում եմ։ Ահա։ Եթե հեռախոսը անջատած լիներ, ես բեսպրեդելը մենք չէինք տենա։ Եթե հեռախոսը չլիներ, եսի մենք չէինք տենա։ Ուրեմն մարդու բնակարանը եւ այդ բնակարանին հավասարացված օրինակ ավտոմեքենա։ Դա իր սեփականությունն ու դա անձեռնխելիությունն է։ Դա առանձին հոդվածով մարդու իրավունքների եւ տարբեր երկրների սահմանադրություններով առանձին հոդվածով է ֆիքսած, որ դու չես կարա առանց դատարանի որոշման մտնես մարդու տունը, նախ մտնես, երկրորդ խուզարկես։ Դու չես կարա, եթե նույնիսկ դու մտնում ես ու խուզարկում ես, դատարանը պետք է գրած լինի դու ինչն ես մտնում խուզարկում։ Օրինակ, մտնում եմ պադակոննիկների տակը նայեմ։ Բան ջերուցիչների այդ ռադիատորների հետևը մտնում եմ նայեմ։ Եթե այդքանն է գրած, մտնում էդի նայում ես ու ս ես լինում գնում ես։ Եթե գրածա ավել, գնում ավել ես անում, ավելին ես անում։ Դու չես կարա դրան դեմը քեզ ասեն թուղթ ցույց տուր այ մարդ, մտնես քշես հետաս ասնես սենյակի են գլուխ մի քանի հոգով։ Բա սենց են ու տերորիստ են։ Սենց են ու ենթադրենք, չգիտեմ, ինչ որ հանցագործներ են։ Ոնց հալնելու է ժողովրդի հալը։ Դուք իրավապահներ եք քննչական կոմիտեից։ Բա դուք չսովորացնեք քաղաքացիներին ձեր օրինակով ցույց տալով։ Դպրոցում այդպես բաներ չեն սովորացնում։ Մենք հպատակների բան համակարգ ենք կրթվում ընդհանրապես։ Ինստիտուտներում չեն սովորացնում։ Սենց տեղեր էլ ես նստում խոսում եմ, նու ինչքան մարդ հավանում է մի երկու այդքանը հայհոյում է, որովհետև վիդիշլի իրանց չոբանին բան եմ ասում, իրանց նախրամպանին իրանց բան եմ ասում։ Ժողովուրդ չա, սա բեսպրեդել է։ Ազնիվ խոսք եմ ասում, իմ տունը լեր, թե զենքը չդնեի ճակատին ամոթ ընձի։ Իմ տունը լիներ, միջև այդ թուղթը ցույց չտար, թե ես զենքը դրա ճակատից վերցեի։ Հələ թող գար այդպես մտները տենց։ Որոշում ունեմ։ Որոշումը տենամ, արա, անգեր ջան, այդպես որոշում կարամ 8 հատ հենց հիմա կոպի տպեմ, բանանեմ, խափեմ, գան մտնեն, թալանեն, վնասեն, ինչ ասես կարան անեն, ուրիշ բաներ չխոսամ։ Չի կարելի, հարգելի քաղաքացիներ, ոչ ոք իրավունք չունի ձեր։ Ես խեմ ասում, որտեվ համոզված եմ քննչականից ձեր դու շատ ավելի քիչ հավանականություն կա որ կգան, քան թե հանցագործները, որ այսպես վիդեոներով, այսպես քաղաքական շրջաններում գիտեն ենթադրենք մի հատ ընտանիք է, որտեղ ենթադրենք ունեցված կա։ Կգան կմտնեն ինչ ուզես կանեն կգնան, այ ընկեր։ Սենց բան չի կարելի, իսկ իրավապահների կողմից կրկնակի անգամ չի կարելի։ Դատարանի որոշումը դու պաձեզդում պետք է ցույց տայիր, ընկեր ջան։ Պաձեզդում, ասեմ սովորի, կողեմ քո դիպլոմն ու քո մասնագիտական պրակտիկան։ Դու պաձեզդում պետք է ցույց տայիր դատարանի որոշումը, նոր մտներն ես։ Ոչ թե մտնես հասնես սենյակի են գլուխ ու հանես բան ցույց տաս։ Իմ ես խիստ խոսքերը ավելի քան սազական են այս իրավիճակին ու այս անձանց գործողություններին։ Ավելի քան սազական են։ Էդի տենց։ Ու գիտի կամերան էլ պահած նկարում է մի հատ էլ անջատի, փաստորեն ինքը չի ուզում ցույց տա, բայց նա պարտավոր է անջատի։ Հասկանում ես։ Սկսել է ռեպրեսիաները, էսի հենց ծաղիկներն եք տենում։ Իդեպ այդ փիս Ռուսաստանը, այդ Պուտինը, եթե բրախեց այս վիճակը ճանաչեց Նիկոլի այս սանձարցակությունը, դուք չեք պատկերացնում երկրում ինչ բեսպեդերա լինելու, որտեղ ստեղ վաբշետը եվրոպական կառույցներն են մարդու իրավունքներին հետևում։ Հիմա եվրոպական կառույցները շահադիտական տեսանկյունից այդ միջանցք բան, էլի ադրբեջանական գազ, նավթ, դեպի միջինասիական ելք, այդ տեսանկյունից ելնելով Նիկոլի նկատմամբ որևիցե դիտողություն, որից է սահմանափակում չեն դնելու։
Այսինքն եվրոպացիները, որ միշտ այս հարցերում եղել են, եվրոպական կառույցները, արևմտյան կառույցները, որ միշտ այս հարցերում եղել են իրավունքների պաշտպանն ու երաշխավորը Հայաստանի Հանրապետություն, այսինքն մեկը եթե մի բան չի կարացել, իմացել է գոնե դեսպաններին կդիմեն, դեսպանները տեր կկանգնեն կամ միջազգային կառույցները։ Հիմա չկա այդ պաշտպանությունը։ Ու այդ անկշռությունը իրավապաշտպանական, ասենք այսօր բանը բոլոր հնարավոր կառույցները Նիկոլի օգտին քարոզչություն են անում։ Կողմնակալ, խիստ կողմնակալ, քարոզչություն են, պրոպագանդիստ են դառը ամեն մեկը։ Այդ իսկ պատճառով հիմա կամ Ռուսաստանը կսաստի ու ինչ որ բան կփոխվի, կամ այս բեսպրեդելը շարունակվելու է բռնաճնշումների։ Ու մեկը չի լինելու կանգնի դեմները ասի մի արեք։ Եթե ասեմ իմացեք։ Էդի տենց, հա։ Եկանք հասանք այն օրին, որ եվրոպական կառույցները բանը իրավական քաղաքական բեսպրեդել են երկրում ֆինանսավորում եւ խրախուսում։ Եկանք հասանք այդ օրվան։ Հիմա հաջորդ նյութը, որ ուզում եմ ձեզ ցույց տամ, Ալեն Ղևոնդյանի ձերբակալությունն է։ Ես նույնիսկ չգիտեմ Ալեն Ղևոնդյանը ում կողմից է։ Բայց դա էական չի։ Էականը ցույց տամ են գրառումը, որի համար այս մարդուն ձերբակալ են բանը բռնության կոչ անելու համար։ Ահա։ Իդեպ, թե կոշտ գործիքակազմով, թե փափուկ պլյուս կոշտ գործիքակազմով հնարավորություն կա։ Եթե իհարկե գիտեք ինչ եք ուզում ու ինչ եք անելու։ Այս գրառման համար, նորից, իդեպ, թե կոշտ գործիքակազմով, այս նկատի ունի, այս կոշտ բառն է, ղզղնել են այս բառից, կոշտ բան են լսում, ղզղնում են, թե փափուկ պլյուս կոշտ գործիքակազմով հնարավորություն կա։ Եվ վերջում ասում է, եթե ընդդիմություն, դուք այդքան կաք, որ իշխանություն եք ուզում, իհարկե, ոչ թե սա ընդամենը չգիտեմ ինչ էր։ Հիմա դառնամ բազմաթիվ իհարկե գրառումներ կարդացի եւ հրապարակումներ տեսա։ Որտեղ քննադատում են իհարկե իշխանական գործողությունները, բայց մարդուն քիչ բռնել։ Ազատ խոսքի համար մարդուն բռնել են, հիմնականում այդ պոզիցիան է, որ ազատ խոսքի համար մարդուն բռնել են։ Եթե ինձ կնայեն այդ գրառումն անողներից, ես ուզում եմ ձեզ հիշեցնել, բռնել են եւ շարունակելու են բռնել։ Եվ այս իշխանությունները, եւ նախկին իշխանությունները, եւ նրանք ովքեր հետո են գալու։ Բռնել են ու շարունակելու են բռնել, որովհետև մարդը, այսինքն ինչ ենք մենք փորձում համոզել։ Ասում ենք, չէ, էսի բռնության կոչ չի։ Այս ընդամենը ասում է կոշտ գործիքակազմ, ինչ ասեց որ։ Թեև իրավացի եք, որ սա խոսքի ազատությունը, այսի ինչ սրանից 10 անգամ ավելի խիստ բաներ կար ասի։ Բայց ես ուրիշ բանի վրա եմ ուզում ձեր ուշադրությունը սևեռել, ու ժողովուրդ, քանի դուք այս պաշտպանական դիրքն եք ընտրել խոսույթի, տեղեկատվական քարոզչության կամ տեղեկատվական պատերազմի կամ տեղեկատվական պայքարի այս պաշտպանական դիրքն եք ընտրել, որ մարդը ինչ ասե, որ ընդամենը խոսքի ազատության համար մարդը կարա նաև բռնության կոչ անի, եթե խախտվել են իր սահմանադրական իրավունքները, եթե երկրում խախտվել է սահմանադրական կարգը, դա կոչվում է ինքնապաշտպանության իրավունք, ամրագրված է ԱՄՆ սահմանադրության իրավունքների բիլի երկրորդ լրացման մեջ, ամրագրված է ԱՄՆ հռչակագրում անկախության, ամրագրված է Ֆրանսիայի մարդու եւ իրավունքների մարդու եւ քաղաքացու իրավունքների հռչակագրի երկրորդ հոդվածում, ամրագրված է Գերմանիայի Ֆեդերատիվ Հանրապետության Սահմանադրության 20-րդ հոդվածի 4-րդ կետում ես մաքուր իրավական հղումներ եմ անում, որտեղ ամրագրված է, որ սահմանադրական կարգի տապալման դեպքում ցանկացած քաղաքացի իրավունք ունի ինքնապաշտպանության հիմքով իր սեփական երկիրը ներքին բռնակալից ազատագրելու հիմքով բռնության կոչ անի։ Հասկացաք։ Պետք չի արդարանալ, թե ինքը ու վատ բան չի ասել, ենթադրենք ասել է, ինչ, իրավական լեզվով դա կոչվում է դիմադրության իրավունք,
քաղաքական լեզվով կոչվում է ապստամբության իրավունք։ Սրանից պետք չի տենց վախենալ, խառնվել իրար, այ մարդ լրջագույն երկրներում, սահմանադրություններում եւ սահմանադրական փաստաթղթերում գրանցված իրավական իրողություն է։ Այսինքն արևմտյան արժեք է, եթե կուզեք ասեմ։ Մարդու քաղաքական իրավունքներից մեկն է ապստամբելու իրավունքը, եթե քաղաքական բնորոշում ենք տալի, կամ դիմադրելու իրավունքը, եթե իրավական բնորոշում ենք տալիս։ Խնդրում եմ իրավաբաններին սրա մասին խոսացեք, թե քաղաքացիներն իմանան, ես ինչից եք վախում, ես ինչից եք տենց ինքը դա չի նկատի, թեկուզ դա է նկատի ունեցել։ Ինքը գտնում է, որ իրավական սահմանադրական կարգը խախտված է։ Ես տենց հաղորդում եմ արել, շատ եթե հետաքրքիր է ասեք, մի հատ էլ կանեմ։ Հատ նշել եմ սահմանադրական կարգի հիմունքները Հայաստանի Հանրապետությունում մեր սահմանադրությունից։ Հատ կետարկետ կարդացել եմ, ցույց եմ տվել, որ կեսից ավելին խախտված է գործող իշխանությունների կողմից։ Խախտվել է կամ խախտվում է գործող իշխանությունների կողմից։ Ասացի, որ սա արևմտյան մշակույթի քաղաքական արժեք է, բայց սա նաև արևելյան խոր արմատներ ունի, Վիկիպեդիայում մտեք, փորձեք ապստամբության իրավունքը կարդալ, այնտեղ հենց կսկսի չինական այն կարգից, որ գոյություն ունի երկնային մանդատի հասկացություն, որ իշխանությունը, ինչպես քրիստոնեության մեջ ասում, չէ, Աստծուց է։ Այնտեղ ասում է, իշխանությունը երկնային մանդատ է տրված երկնքի կողմից։ Եվ երբ որ այդ մանդատը կրողը ապականում է այդ մանդատի պատիվն ու արժեքը ու գործառույթները, ապա մանդատը փոխանցվում է մյուսին։ Ոնց է փոխանցումը լինում։ Ապստամբությամբ։ Մի դինաստիայի դեմ դուրս է գալի մի ուրիշ դինաստիա, մի ուրիշ ընտանիք եւ ապստամբությամբ վերցնում է իշխանությունը։ Եվ ոնց են իմանում, արդարա թե չէ, եթե հաղթում է այդ ապստամբածը, նշանակում է, այս չինական տրամաբանությունը հետաքրքիր է։ Եթե հաղթում է, նշանակում է երկինքը մանդատը իրոք նրան էր ուղղել։ Եթե պարտվում է, վայ նրան, ով որ ապստամբեց ու պարտվավ։ Ապա ուրեմն մանդատը իրան չէր տրվել, ուրեմն շտապեց։ Այսինքն կոպիտ ասած, եթե ուզում ես տոշնի իմանաս, երկնային մանդատը իշխանության քեզ տրվել է թե չէ, ըստ այդ չինական փիլիսոփայության, պետք է փորձես։ Կստացվի, ուրեմն տվել է, չի ստացվում, ուրեմն չի տվել։ Ասենք ուրիշ վարիանտ չկա ճշտելու։ Ումից տոշնի իմանալ վարիանտ չկա, պետք է փորձես։ Ու մի հատ ծանոթացեք այդ հոդվածին, խնդրում եմ։ Ես հիմա խոսում եմ, որ մեր իրավագիտակցությունն ու քաղաքական իրավունքների մասին պատկերացումները ամբողջանան։ Ժողովուրդ ջան, տեսեք ԱՄՆ սահմանադրությամբ է շատ լավ է այս օրինակը։ Այս օրինակը փայլուն օրինակ է, էլի։ Ուրեմն ԱՄՆ սահմանադրության իրավունքների բիլը առաջի հոդվածն ասում է խոսքի ազատություն, դավանանքի համոզմունքների ազատություն, տպագրության մամուլի ազատություն, հանրային քաղաքական ակցիաներ, երթեր, ցույցեր անելու ազատություն։ Սենց բաներ ասում, առաջի, այս ամեն ինչը մտնում է առաջի լրացման մեջ, մի հոդվածը։ Ու հիմա հարց, գրեցին, չէ, ահա, սենց, այսքան իրավունք ունի մարդը կամ նահանգը եւ կոնգրեսը, այսինքն իշխանությունը իրավունք չունի խանգարելու մարդուն այս հարցերում։ Հիմա հարց ձեր ցավը տանեմ։ Իսկ ինչ եթե իշխանությունները խախտում են մարդկանց այդ իրավունքները։ Ինչ։ Գնա դիմի ոստիկանություն։ Իսկ ինչ եթե հենց ոստիկանությունն, հենց նոր այսօրվա օրինակը, նոր որ ցույց տվեցի, առանց դատարանի որոշման ցույց տալու պատժեզից մտավ գնաց հասավ տանեն ծերը։ Իսկ ինչ եթե խախտում է։ Դիմի դատարան։ Իսկ եթե դատարանն էլ է իրանց կողմից ուզուրպացված։ Ինչ անես։ Մեր սահմանադրությունն ասում է հեչ, թուլացի ու հաճույք ստացի, գնա գառանպես ապրի։ Այս երկրները ԱՄՆ, Ֆրանսիա, Գերմանիա, այս երկրներն ասում են, հա, եթե այդպես, ուրեմն ոտի կանգնի, դիմադրի, ինքնապաշտպանության իրավունք ունես։ Իսկ ԱՄՆ սահմանադրությունը կոնկրետ ասում է, առաջի հոդվածը, այսպես պիտի լինի, երկրորդ հոդվածը միանգամից տալիս է այս հարցի պատասխանը։ Իսկ ինչ եթե խախտվեց։ Զենքի իրավունք գրած է ԱՄՆ սահմանադրության իրավունքների բիլի երկրորդ հոդվածը։
Զենքի իրավունք, վերջ։ Ինչ է ինչ։ Ասում է իսկ ինչ եթե դատարանն էլ է ուզուրպացված։ Ասում է ինչ է ինչ։ Զենքի իրավունք։ Ես հիմա կոչեր չեմ անում, որովհետև ընդհանրապես ես քաղաքական սիտուացիայում այսօրվան մեր վերաբերվող քաղաքական սիտուացիայում ընդդիմության առաջատարներն են, որ կոչ անելու իմ կարծիքով կոչ անելու բարոյական եւ քաղաքական իրավունք ունեն։ Բայց ես փորձում եմ բացատրել իմ ժողովրդին, որ պետք չի լինի հպատակ, պետք չէ լինել հպատակ, պետք է լինել քաղաքացի։ Իսկ քաղաքացին դա այն մարդն է, ով ունի իր երկրում քաղաքական իրավունքներ։ Քաղաքական իրավունքներից ընտրելու իրավունքը, տեխնատություն ներկայացնելու իրավունքը, ընտրվելու իրավունքը, կուսակցություններ, երթեր, ցույցեր, քաղաքական խոսք հնչեցնելու, քաղաքական համոզմունք ունենալու եւ տենց մի շարք իրավունքներ, հաշվետվություն պահանջելու իշխանությունից, թափանցիկ կառավարում պահանջելու իրավունքը եւ վերջում ապստամբելու իրավունքը։ Այս քաղաքական իրավունքներն են։ Այս սրանք ունես, քաղաքացի ես։ Այս սրանք չունես, հպատակ ես։ Սրանց կեսը ունես, կիսով չափ ես քաղաքացի, կիսով չափ էլ հպատակ ես։ Ինչ բարդ բան կա։ Պետք չի արդրանալ, մարդը չէ բռնության կոչ չի անում։ Արա ինչ բռնության։ Կարա մարդը ապստամբության իրավունք իրացնի, ինչի մասին է խոսքը։ Մի հատ էլ ընեց վախցնում են ընեց, ինչ արա, զզվծրիկ, ինչ։ Թուրքի դեմը դարել է կուրկուրիձակ եկել եք հայի վրա, եք բանանում, հաթաթա տալի, հտես դուխով մտնեիր բան, Ղարաբաղ, հտես դուխով Շուշի մտնեիր, Բայց ոնց էր ասում է Ղարաբաղում թուղթ չունենք ասում է։ Ղարաբաղը միջազգային հանրության կողմից ճանաչված է։ Հետել այդ մարդու սեփականությունն է, թուղթը ցույց չես տվել, չես մտնում։ Թուղթը ցույց չես տվել, չես մտնում արա։ Լավ։ Հիմա անցնենք։ Էս էլ Ալեն Ղևոնդյանին, իհարկե Ալեն Ղևոնդյանին այս հիմքով այս բեսպրեդել է սա իրավական։ Բեսպրեդել է։ Հիմա անցնենք հաջորդը, բռնվեք։ Հələ տեսեք, չեք հավատա աշներիդ։ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Վլադիմիր Պուտինին։ Ուրեմն այս 5 օր Հայաստանում ընտրություններ են, այս 5 օր Պուտինը չի շնորհավորում։ Ասում է, բանը, ասում է, когда Магомед ոնց էր էդի։ Այն որ գարա բանը, ոչ սարն է էթու Մուհամեդի մոտ, հիմա սենց է, սա է, Վլադիմիր Պուտինի շնորհավորել է Ռուսաստանի օրվա արդիվ։ Մի հատ դնեմ էսի տեսեք։ Էցի դե նկար է ուղղակի, իդեպ Նիկոլ Փաշինյանի թերթում է։ Ուղերձ է հղել Վլադիմիր Պուտինին։ Ու երկար բարակ բանա ձոն հայ-ռուսական դարավոր բարեկամությանը, տենց բաներ է Նիկոլը գրել, ինչքան գիտեմ պատասխան չկա, ուզում եմ ասեմ, Պուտինը չշնորհավորեց, Նիկոլն ասեց ջանդամ արի ես իրան շնորհավորեմ, կարող է հալբատ դրա վրա ասի ձեր տոնն է շնորհավոր, ձերն էլ, բայց Պուտինը չի ասում, ես էլ սենց, ստեղ ինչ ունենք, ասա շատ հետաքրքիր բան ունենք ստեղ, Տոմ Հարությունյանի էջում, ես իսկ թույլ եմ տալիս սրանք սենց լայվի մեջ ցույց տալ, որովհետև բաց դոստուպով դրած տվյալներ են, ցանկացած մեկը կարա տեսնի, ուրեմն նայեք ինչ հետաքրքիր բան է, Բենֆորդի օրենք գոյություն ունի, ինչի մասին է Բենֆորդի օրենքը։ Նախ ստեղ եկեք մի անգամից խոսենք, որ ժողովուրդ, այ բանը անգրագետ վայրենիներ, երբ որ դուք ընտրակեղծիքներ բան եք անում, վիճակագրությունը ըստ էության ճշգրիտ գիտություն է, դա մաթեմատիկա է, հիմնականում մաթեմատիկա է։ Վիճակագրությունը կարում է տենա, դուք սուտ եք ասում, թե չէ, խաբում եք, թե չէ, այսինքն կան ստատիստիկ անոմալիաներ,
որոնք հաշվարկների ժամանակ տարբեր սխեմաների բանաձևերի մեջ ուրեմն ստուգելով վիճակագրությունից հասկացող մասնագետները կարողանում են նկատել կա խարդախություն թե չկա։ Իդեպ Նվարդ Վահանեն իր պատին կարող եք տեսնել, էլի նման դիտարկումներ արել էր։ Այս վերջերս աչքովս ընկավ Բյուրակն Իշխանյանի պատին նման վերլուծություն կար, բայց այս դեպքում այսպես շատ գրաֆիկորեն նագլյադնի է, այսպես ասած, շատ տեսանելի է։ Ուրեմն ինչի մասին է այս Բենֆորդի օրենքը։ Բենֆորդը ցույց է տալիս, որ թվերը մեր կյանքում որ հանդիպում են, թվերը պատահականության սկզբունքով չեն հանդիպում, այսինքն եթե վերցնեք բոլոր թվերը, որ կարա ինչ-որ տեղ արձանագրվի, ուրեմն առաջին նիշը, օրինակ 65-ի առաջին նիշը 6-ն է, 24-ի առաջին նիշը 2-ն է, 584-ի առաջին նիշը 5-ն է։ Ուրեմն առաջին նիշը խիստ ստատիստիկ որոշակիությամբ է հանդիպում։ Ամենահաճախ հանդիպող առաջին նիշը պատահական թվերի մեջ դա 1-ն է, հետո ավելի պակաս հաճախականությամբ հանդիպում է 2-ը եւ այսպես մինչեւ 9-ը։ Այսինքն ամենից հաճախ հանդիպում է 1-ը, հետո 2-ը, հետո 3-ը, հետո 4-ը եւ այլն։ Եվ եթե ուզում են ստուգեն ինչ որտեղ մախինացիա, սա բնականորեն այսպես է դասավորվում։ Բնական օրինաչափություն է։ Եվ եթե ուզում են օրինակ տենան ինչ որ հաշվապահական մախինացիաներ արված են թե չէ, այդ հաշվապահական ներկայացված թվերը կամայականության սկզբունքով կամայական ձևով այսպես բաշխում են, տենան ինչա ստացվում։ Արդյոք այդ թվերում իրոք մեկը ամենաշատն է հանդիպում եւ որոշակի տոկոսով, չգիտեմ, կարծեմ 30 քանի տոկոս դեպքերում մեկ տիվն է առաջին իշելնում։ Հետո, եթե USC ցույց տամ, էսի այդ Բենֆորդի կորն է, նու մոտավորապես այսպիսի կոր է ստացվում, մոտավորապես։ Եթե թվերը այդպես են բաշխվում, նշանակում է այո, դա պատահական բաշխված վիճակ է։ Եթե այսպես չեն բաշխվում, էականորեն շեղվում են այս գրաֆիկից, նշանակում է թե մարդու կողմից արհեստական միջամտություն է եղել։ Այսպես բացահայտում են շատ տնտեսական մախինացիաներ, շատ էլի մի խոսքով բազմաթիվ միջամտություններ այսպես բացահայտում են։ Հիմա ես այս մեր ընտրությունների արդյունքներն են գցել ես կորի հետ համեմատել եւ իհարկե ասեմ, որ սա ապացույց չի, սա գործիք է, բայց այս գործիք է, որը միանշանակ չի, որ սուտ է բացահայտում։ Ես ուղղակի ձեզ ցույց եմ տալիս, թե ինչպիսի զուգադիպություն կա, պարոն Հարությունյանի հաշվարկներն է ցուցադրվել։ ԱՄՆ ընտրություններում Բայդենի Թրամփի միջև եւ Հայաստանի ընտրություններում Բենֆորդի օրենքի համատեքստում։ Ուրեմն այստեղ, եթե նայում եք, ցույց տամ այս նկարը, ուրեմն կապույտ գույնով Բայդենի կորն է, Բայդենի թվերն են, Թրամփի թվերը կարմիր թվով եւ Բենֆորդի իդեալականը դեղին։ Այստեղից դեղինը այստեղով սկսում է, այսպես գնում է։ Եթե տեսնում եք, ուրեմն Ամերիկայի ընտրություններում արդյունքում մոտավորապես մոտ է դասավորվել Բենֆորդի օրենքի մեջ է տեղավորվում այս գրաֆիկները։ Հիմա անցնում ենք մյուս իրականություն, հայկական իրականություն։ Հիմա ցույց եմ տալի իդեալականը դա այս գույներից ես լավ չեմ մի խոսքով, այս մուգ գույնն է, մանուշակագույն, հա։ Մանուշակագույնն է, այսի իդեալական վիճակն է։ Տենում եք։ Մանուշակագույնը իդեալականն է։ Հիմա դեղինը, այսենց դեղինը ուժեղ Հայաստանի գրաֆիկն է։ Կանաչը ՀԴ-նով է, Հայաստան դաշինք, հա, Քոչարյանի։ Կանաչը Քոչարյանի գրաֆիկն է։ Կարմիրը Նիկոլ Փաշինյանի գրաֆիկն է։ Հələ նայեք, ուրեմն եթե սա կորն է, դուք կտեսնեք, որ կանաչը, այսինքն Քոչարյանի գրաֆիկը, ավելի շատ բռնում, ամենաշատն է համընկնում Բենֆորդի օրենքին կամ կորին, տաշինենց ուժեղ Հայաստանը իհարկե շեղվում է ավելի քան, բայց այսպես այնուամենայնիվ մտնում է այդ օրինաչափության մեջ եւ մի հատ նայեք քաղաքացիական պայմանագրի գրաֆիկը, լրիվ մի հատ ուրիշ
լրիվ ուրիշ դրություն, լրիվ ուրիշ պատկեր։ Կրկնում եմ, սա միանշանակ չի ապացուցում, որ քաղաքացիական պայմանագիրը ընտրությունները կեղծել է, բայց հետաքրքիր զուգադիպությամբ ուրեմն ուժեղ Հայաստանը եւ Հայաստան դաշինքը այնուամենայնիվ համընկնումները բավականին իդեպ ասեմ, որ հեղինակը ով սա սարքել է անդիմադիր է Բևերին է համակրում կամ բոլորին դեմին, իր գրառումները կարդացի, ասում է բոլորին դեմի ու Բևերի միջև տարակուսում եմ։ Մի խոսքով, այս էլ Նիկոլ Փաշինյանի վիճակագրական անոմալիան իրանց ձայների, իրանց ընտրությունների արդյունքի։ Կարմիրը իրանք են։ Այս երկուսը իդեալի հետ համենայն դեպս շատ ավելի մոտ են։ Սա էլ էսպես։ Հիմա անցանք էսի մի հատ ուրիշ ֆանտաստիկայի ժանրից է, որ կինո սենց նկարենք, ասես երևի հնարավոր է։ Ուրեմն հետքն է, պատմում է, որ եւս մի ընտրատեղամասի ձայներ են, ընտրատեղամասի քվեարկություն անվավեր են ճանաչել 809 մարդ է եղել, պարզվում է 8 համարի քվեաթերթիկ այդտեղ չի եղել։ Այդ օրը 8 էդի այսօր են, էսի բանալ է։ Ուրեմն այդ օրը ամբողջ օրը քվեարկել են, 8 համարը չկա։ 8 համար չկա, ոչ մեկ դրանից չի նեղվում։ Ցելի օր քվեարկություն է գնացել։ 3 օր անցել է, լսի, 4 օր։ Այսօր 5-րդ օրը նոր անվավեր է ճանաչվել։ Պատկերացնում եք։ Կինո լինի, կասես երևի տես կոմեդիա է, էլի սարքած է, որ գնում են մարդիկ ընտրատեղամաս, մի տեխնացուի անունը բացակայում է։ Երևի էլի։ Պրոստը չկա։ Ու մարդիկ խախան, տենց հով իրանց համար ընտրություններն ամբողջ օր արել են։ Ստեղից մի անգամից գանք Գագիկ Ծառուկյանից հետ կապված իրավիճակին, երբ որ երեք գիշերը սրա հրատապ կարգով ուղիղ եթեր արեցի, սրա մասին խոսեցի, որ երկու ընտրատեղամասերի արդյունքներ չեղյալ են հայտարարել, փաստացի խանգարելով, որպեսզի Գագիկ Ծառուկյանի Բարգավաճ Հայաստանը անցնի պարլամենտ, բայց հարցը դա չի, փաստացի Նիկոլ Փաշինյանին տալով 3/5 մանդատների, ապօրինի ձևով, զորբայությամբ։ Եվ այսօր բազմաթիվ իրավաբանների եմ լսել, հարցազրույցներ, գրառումներ եւ այլն, որտեղ ասում են հնարավոր չի տենց բան անել, որ եթե դա էականորեն ազդում ընտրությունների արդյունքի վրա, իսկ սա ազդում է մի կուսակցության, առնվազն 2 կուսակցության ճակատագրի վրա եւ ամբողջ հանրապետության ճակատագրի վրա, որտեղ դու 3/5 ունես թե չունես, դա ճակատագրական է թե քո կուսակցության համար, թե երկրի համար։ Եվ այդ մյուսն էլ, ուզում եմ ասեմ Ծառուկյան դաշինք, մյուսն էլ Բարգավաճ Հայաստան կուսակցության դեպքում դա իր պարլամենտ անցնել չանցնելու հարցն է։ Այսինքն նման դեպքում երկու սցենար է հնարավոր։ Չեղարկել եւ վերստին կազմակերպել ընտրություններ հենց այդ տեղամասերում, այդ ժողովրդին խնդրել երկրորդ անգամ կան քվեարկեն, ինչը մեծ կինո կդառնա իհարկե, բայց դա է կարգը։ Եթե չեղարկում ես, ուրեմն պետք է հայտարարես, որ նորից պետք է այդտեղ ընտրություն տեղի ունենա։ Կամ ամբողջ հանրապետությունում պիտի ընտրություն հայտարարես։ Իհարկե Նիկոլեն ամեն ձև փորձելու են ոչ մեկն անել, ոչ մյուսը, փորձելու են առևտուր անել Ռուսաստանի հետ այս հարցում։ Դրա համար տենց մեծ էր էլի խոսում Ծառուկյանի հասցեին, որովհետև երևի թե ինքը Պուտինի հետ էս առևտուրը կանի։ Կտեսնենք այդ առևտուրը ինչ արդյունք կտա, բայց սա ձրի չի լինելու, սա գալու է մեր քթերից, հարգելիներս։ Նման դեպքերում Նիկոլ Փաշինյանի կերած բողկերը արտաթորվում են մեր քթերից։ Ներողություն այսպիսի նկարագրության համար։ Հա, այդ էլ տենց։ Հիմա մի հատ էլ էսի ասեմ։ Հա, բա։ Էս մեր իրավապահների պաշտոնական հաղորդագրությունն է։ Ես մի անգամից որտեղից որ կարդացել եմ, այդտեղից կարդամ ձեզ։ Հələ լսեք։ Լսեք, որտեղ հետաքրքիր պահ կա էլի։
Կան օպերատիվ տվյալներ, որով ֆիքսվել են, որ ընտրական պրոցեսների նախորդող ժամանակահատվածում ԵԱՏՄ տարածքից Հայաստանի Հանրապետություն կանխիկ միջոցների մուտք է եղել շուրջ 30 միլիոն դոլար, որը իրավապահ մարմինները դիտել են կասկածելի եւ այս պահին այս գումարների ծագումնաբանությունը ստուգելու ուղղությամբ ակտիվ օպերատիվ հետաքրքրական գործողություններ են անում։ Ուշադիր։ Արևմուտքից չեն եկե միլիոնավոր 30 միլիոն դոլար չի եկե։ Այն որ ասում եք ԵԱՏՄ-ի տարածքից եկել է, հասկացանք։ ԱՄՆ-ից չի եկե, Եվրոպայից չի եկե, թե ընդ թղթերով ամեն ինչ կարգին է։ Ճիշտը մնում է ճիշտ, մենք ճշտի կողմից ենք։ Մենք ճշտի կողմից ենք, ով որ ճշտին մոտիկա կանգնած կամ հենց ճշտի մեջտեղն է կանգնած, մենք նրա կողմից ենք։ Եկեք տոշնի ասենք, չի եկեն դիզու։ Տարիներով լցել։ Լիքը տես պարապ խոսացող կա առավոտ։ Դրանք իրանց տները ինչով են պահում։ Դրանք իրանց տները ինչով են պահում։ Հա՞։ Բայց էսի ռուսը, Պուտինը ոչ ոք չի համարձակվում այստեղ ասել, որ Պուտինը կա վարկած, որ մեկ կենտրոնից փողերը բաշխվել են, իսկ ընտրակաշարքը բաժանելու սխեմաները մշակվել։ Կարող է վարկած կա, որ մի կենտրոնից փողերը բաժանվում ՔՊ-ի պրոպագանդիստներին։ Կարող է տենց վարկածել կա։ Մի կենտրոնից արդեն ասենք բան է բաժանվում։ Այն ի՞նչ է կոչվում։ Պարգևավճար։ Մի հատ տարվա գլխից է բաժանվում, մի հատ տարվա վերջից է բաժանվում, մի հատ տարվա կեսից է բաժանվում։ Մի հատ դեպուտատներին, մի հատ մարզպետներին, մի հատ գյուղապետերին, ավականիներին իրանց իհարկե։ Մի հատ, չգիտեմ, ոստիկաններին, մի հատ ԱԱՑ-ին։ Կա վարկած, իսկ այդպես վարկած չկա, որ մեկ կենտրոնից փողերը բաշխվել են, իսկ ընտրակաշարք բաժանելու սխեմաները մշակվել։ Ի ձեր կողմից ընտրակաշարք բաժանվելու սխեմաները չեն մշակվել, հələ եկեք շարունակենք կարդալ։ Եթե կոնկրետ նշած չլինի մի երկու բառ, որով դու տեսնում ես, որ խոսք է գնում պրոռուսական ուժերի մասին, քեզ կթվա, թե էսի Նիկոլենք իրանց մասին են գրել։ Բացի դասական ընտրակաշարք բաժանելու մեխանիզմից, այս ընտրություններին ընտրակաշարքի նոր մեխանիզմներ են գործարկվել։ Հələ լսենք ինչ նոր մեխանիզմներ։ Քաղաքացուն ձևական գրանցում են մի կազմակերպությունում, օրինակ Հայաստանի Հանրապետության ազգային ժողովում, կամ օգնական, կամ քաղաքարտուղարուհի, կամ պատավատ, լիքը հաղորդումներ եղել են։ Ուրեմն լսի։ Քաղաքացուն ձևական գրանցում են կազմակերպությունում եւ քաղաքացին ստանում է աշխատավարձ, ոնց որ իրանց մասին էլի, չէ իրանց բարեկամների։ Որևէ աշխատանք, ասում է, այդ աշխատավարձ ստանում է, բայց որևէ աշխատանք փաստացի չի կատարում այդ կազմակերպությունում։ Ոնց որ նիկոլականները ազգային ժողովում որևէ աշխատանք չեն կատարում փաստացի։ Նույնիսկ կառավարությունում, մինիստրություններում, նույնիսկ ընդ որևէ աշխատանք փաստացի չեն կատարում, բայց ձևական գրանցվել են եւ ստանում են աշխատավարձ։ Այս տոպ-տոշտ իրանց մասին են գրել, լսի։ Իսկ գրանցվելու նպատակը հանդիսանում է այն, որ տվյալ քաղաքացին իր ընտանիքի անդամների հետ միասին, լսեք, պետք է մասնակցի ընտրություններին եւ քվեարկի այսինչ կուսակցությունների օգտին։ Նիկոլենք բա ինչ են անում։ Նիկոլենք ինչ են անում։ Այն զղտկվեն փարթիի ժամանակ։ Ովքեր էին գնացել Ամիրյանով, էթում գալի։ Իրանց ընտանիքների անդամները։ Հիմնականում էդ էր։ Ավելին, բաներ կար, տվյալներ կար, որ միամիտ ով էր, Գեորգ Պապոյանն էր, ով էր միամիտ բանը, իրանց չաթի մեջ հրավիրել էր լրագրողի, հետո հասկացել էին արագ բան էին արել, բայց լրագրողը հասցրել էր, սկրին անել էր չաթից որոշակի տվյալներ, այդ թվում Նիկոլ Փաշինյանի խոսքը, որ ձեր ժողովուրդ ջան ակնկալում են, որ ձերոց բան, ժողովրդին ձերոց նաֆարին բանի, խաբար կանեք, որ այսինչ հանրահավաքին գան։ Էդի այս ընտրությունների կոնտեքստում չէր, բանը առաջվա։ Տեղական ինքնակառավարման մարմներ, Գյումրի ընտրություններ էր այն մարդ, Մեղրից, Նոյեմբերյանից, Արարատից, Վեդից, որտից ասես հավաքում տանում էիք։
Դու Գյումրիում այդքան համակիր չունեիք, որ մի հատ հանրահավաք անեիք Գյումրու տեղական ինքնակառավարման ընտրությունների համար, որ ընկել եք բանը Հայաստանի մարզերից սահմանամերձ գյուղերից ժողովուրդ էիք տանում, որ բան անեք, հանրահավաք անեք։ Հենց այս կետը դրա մասին է։ Ուրեմն, իսկ գրանցելու նախապայմանը հանդիսանում է այն, կրկնում եմ, որ տվյալ քաղաքացիների ընտանիքի անդամների հետ միասին պետք է մասնակցի ընտրություններին ու քվեարկի այսին ճուժի հասցվի։ ՔՊ-ի օգտին, հա։ Խախտումներ են գրանցվել, լսեք, էլ իրանց մասին են գրել։ Խախտումներ են գրանցվել նաև բարեգործության արգելքի օրենսդրական պայմաններում։ Այս ժամանակահատվածում կուսակցություններին արգելվում է զբաղվել բարեգործությամբ։ Բայց իրանք լավ ես ասեմ։ Սքեներաներում հիմնականում գրանցում են կուսակցության հետ կապ չունեցող անձինք, որոնք իրենց կուսակցության օգտին քվեարկելու համար կատարում են բարեգործություններ։ Էսի բանն է, այդ բարեգործություն արի Նիկոլի համերգը ֆինանսավորեցին բանկերը։ Ավելին, բարեգործություն արեցին թոշակներ բարձրացրին ընտրություններից 2 ամիս առաջ։ Եվ ինչպես մի քաղաքական գործիչ էր նկատել, ասում է ամեն գնալուց, ասում էր, գոհեք, որ թոշակները բարձրացրել են, գոհեք, այսինքն դա մաքուր ընտրակաշարք է, 2 ամիս առաջ բարձրացնում ես, հետո գնում ասում ես, գոհեք, որ բարձրացրել ենք։ Հա, գոհ են, շատ գոհ են, բախի գոհ չեն։ Այդ որ մեկին ես ընտրակաշարք տվել, դժգոհ է մնացել։ Հայաստանը իր պատմության մեջ տենց բան գիտի, որ մեկին ընտրակաշարք են տվել, վերցել է ասել է, «Փու, արա, սկի վերցի, արի կեսը հետ տամ»։ Տենց բան գիտեք, գոհ են, իհարկե գոհ են։ Առողջության ապահովագրությունը, բանը, Սամվել Կարապետյանի ձայնագրությունների մեջ է, ցույց են տալի, yani բռնել ենք, ասում է հիվանդանոցի փողերը պրծել է, հիվանդանոցի փողա պետք էլի, ասում է արխային մի բան կանենք, կազմակերպենք, բան մի բան կանենք։ Բռնել են, որպես ընտրակաշարք։ Իրանք սաղ երկիրը դրին 5 ամիս առաջ ընտրություններից ապահովագրության տակ, իբր թե տեսեք մենք ինչքան լավն ենք։ Իսկ ինչ շուտ չէին անում, որտեղ փող չունեն, հեսա կլինի կտենակ։ Հեսա տարին կգնա կտենակ այդ ապահովագրությունը ինչի է վերածվում, հեսա կտենակ։ Հա։ 5 ամիս առաջ դրել էին, իրանց կարելի էր, բայց նրանց չի կարելի, նրանք կաշառք են տալի։ Կան նաև դեպքեր, երբ արտերկրում են քաղաքացիները գումարը, կան նաև դեպքեր, ժողովուրդ, ընդհանուր առմամբ, փիշ չափազանցված այդ դսից եկածների։ Ես ինքս դրսում հարազատներ ունեմ։ Եվ Ռուսաստանում, եւ ոչ միայն Ռուսաստանում։ Ես ինքս դրսում հարազատներ ունեմ։ Ոչ ոք չի եկել իմ հարազատներից, ոչ ոք։ Ոչ ոքին էլ չեն մոտեցել։ Ես դրսում հարազատներ ունեմ, այդ թվում երևացող մարդիկ, որոնք եթե տենց հարց լիներ, կես բերան կամ իմ հետ կկապվեին, կամ իմ հարազատների, համոզված եմ, իմ հեռախոսը եւ ոչ միայն հեռախոսը, full կոնտրոլի տակ է։ Կես տող կարա գտնեք մի բան, որի հետ կապվել են ու ինչ որ բան են առաջարկել, կամ ինչ որ բան են փորձել կազմակերպել, կամ կարա գտնեք այնտեղ, որտեղ իմ հարազատներն են, որ իրանց կես մարդ մոտեցե կամ ինչ որ առաջարկ արել։ Քարոզչական նարատիվը, որ առաջ են տալի, որ այս բեսպրիձելը իրանց արդարացնեն, որովհետև միամիտ ժողովուրդը սենց բաների վրա կուտե հեշտ է ուտում։ Ընդհանրեն այսքան բան։ Այն ովքեր էլ որ միամիտ չեն, հեսա կտենակ, ձեզ էլա ցավալու, ձեր ամատելա ցավոտելելու, բոլորիս համարա ցավոտելելու, մեկը չի պլստալու արանքից, այն փորձանքը, որ սա բերում է մեր գլխին։ Շարունակենք, լավին շարունակենք։ Գրում է օպերատիվ աշխատանքները շարունակվում են։ Եվ մի բան էլ Էդգար Ղազարյանն էր ասում։ Այ ընկեր, Էդգար Ղազարյանը սենց օրինակ է բերում։ Ասում է ինձ բան են արել, ծեծել են, որի կամերայի վրա երևում է, տեսախցիկ կա տարածքում, որը նկարահանել է։ Հիմա Էդգար Ղազարյանը դիմել է ոստիկանություն, ասել է ինձ ծեծել են աղբեր, կամերային էլ քթել եմ, ասում այդ կամերայի վրա նկարացա դեմքերը երևում է։ Կարող է հրապարակենք այդ տեսանյութը, մարդիկ գան, նայեն, տենան, ճանաչեն, բացահայտենք հանցագործությունը։ Ասում են, չէ, դա նախաքննական գաղտնիք է։ Հիմա այդ ձայնագրությունները մոնտաժած որ ներկայացնում եք, նախաքննական գաղտնիք չի, թե քարոզչական ակցիա եք անում։ Դատախազություն, քնչական, չգիտեմ ինչական, մնչական, սաղ
Սաղ մցրած է քարոզչության տակ, նախընտրական քարոզի տակ կոնտենտ գեներացնելու վրա է աշխատում։ Սաղ բանակը իր պարադներով, բանակի ժամկետների կրճատել է իր չգիտեմ ինչերով, սաղ նախընտրական քարոզչության տակ է։ Իդեպ ժամկետների համար ասեմ, մեր բանակի ծրագիրը հազարապատիկ ավելի լավն է, քան թե սրանք կարան երևակայեն, բայց դա ուրիշ պատմություն, ժողովուրդ ջան, դրա մասին առանձին խոսանք մի օր։ Ну տենց։ Եվ վերջում խորհուրդ եմ տալիս մի րոպե հենց նոր հրապարակում ԲՀԿ քվեներ ավելացավ 100։ Կենտրոնական տնտեսական հանձնաժողովը վերահաշվել է 637 տեղամասի արդյունքները, արդյունքում ԲՀԿ քվեները ավելացրել են 147 ձայնով, այսինքն դարձրել են այսքան, իսկ անվավեր քվեաթերթիների պակաս քանակը պակասել է 859-ով։ Ուրեմն ամեն տարի վերջին ընտրությունները էլի 4-ից 5000 անվավեր քվեաթերթիկ ա եղել։ Այս անգամ 17000 անվավեր քվեաթերթիկ ա եղել։ 3 անգամից ավել աճել է 3-4 անգամ, 4 անգամ աճել է անվավեր քվեաթերթիկների քանակը։ Ընտրական գործընթացի փոփոխություն, տեխնիկական փոփոխություն տեղի չունեցել, նույն ընտրություններն են, նույն կազմակերպման ձևն է։ Ինչի ժողովուրդ։ Ես իմ աչքերով որ տեսել եմ, այդ on-line որ հետևում էի այդ գիշերը, միտեղ կար են վերջում են անկյունի վրա բաց հատվածում, որ նակլեյկա են կպցնում, ակցիզը։ Լեսա մյուս տարի ցիկլին էտել է բան լինելու, ասա։ Այդ ակցիզն էլ է փողով լնելու։ Դի փողտած որ էտաց ընտրության։ Բանը, մի խոսքով պետք է փողտած էտաց ընտրության, բայց թոշակառուներին ձրի է լնելու։ Արդյունքում Նիկոլելի վերընտրվելու է։ Բանը, նայ, ուրեմն սխալ էր կպցրել այդ ակցիզը, այդ նակլեյկեն։ Անենց էր կպցրել, որ մի մասը ծրարին էր կպել, մի մասը թղթին։ Ու այդ համատարած այդ ընտրատեղամասում, այդ են կպցրածները բոլորը 1-2-10 բան էին անում, ասում էին անվավեր։ Գոնե կեսից հասկանային, որ այդ իրանց սխալն է, էլի, որտեվ երևում է, որ դա օրինաչափություն է։ Մի անգամ կասկածելի 2 անգամ օրինաչափություն է, բայց ձեր տեղամասումը տենց է։ Մի խոսքով, հենա, կարծում եմ դրանք էլ ժամանակը կգա կվերականգնվեն 850 քվեաթերթիկ, որ անվավեր էր ճանաչվել է վավեր։ Իսկ դա քիչ ձայն չի ժողովուրդ ջան։ Մեր հայրենակիցները, դա մերոնք կարոչի։ Լավն են, վատն են, խելոք են, հիմար են։ 60% մասնակցություն ցույց տվեցին ըստ ցուցակների։ Իսկ եթե հաշվի առնենք, որ մի կես միլիոն մարդ կամ 400,000 մարդ երկրում չէր, 70-ից 75% մասնակցություն ա եղել։ Ձեր ցավը տանեմ։ Այսինքն ԲՀԿ-ն հավաքում է 4.00 հաղթահարում անցողիկ շեմը։ Այս պահի դրությամբ 2 րոպե առաջ է այս ինֆորմացիան հրապարակվել, ԲՀԿ-ն ըստ այս տվյալների, ըստ թվերի, եթե Նիկոլեն թազա հարամելու բան չգտնեն, չնայած Պուտինը ընդ մրցնած նստած ասած։ Չեք մարսելու, արա տես բան չեն անում, այ խևեր, ոգևորում սատից լոճո խոսում եք, բան եք անում։ Օրը գալու է գործանելու, վաղթն ալնելու, մեկը չի կայնելու արա։ Արդյունքում գյուղացին է տուժելու, ապրանքն է փչանալու, գներն են թանկանալու, արդյունքում մենք ենք տուժելու, արա ինչ եք բզբզում հավայի։ Իսկ եթե մեկդ կա, որտեղ պետական ամետա բանը, եկեք հրավիրում եմ ուղիղ եթերի, եկեք զրուցենք դրանով, ինչ պետություն եք դուք տենում, ընդհանրապես գիտեք պետությունը որն է։ Չեմ ուզում ասեմ, բայց Արա Ներսիսյանը, իմ Facebook-յան ընկեր, շատ ինտելեկտուալ ու համոզմունքներով մարդ է։ Հա բայց տենում ես էլի ծերությունը Իրանը անում է։ Ինադանգ է, այնքան որ ասենք, այն ոնց էր Սամվել Բաբայանի դեպքում, ասեցի չէ, ասել եմ, չէ, Ղարաբաղը Թուրքին կտան, Բաբայանին չեն տա։ Հիմա սրանցն է։ Հայաստանը Թուրքին կտան, կոչնչացնեն, բայց Ծառուկյանը, Քոչարյանը բանը չլինի։ Արա մի հատ տեսեք որտեղ ենք եկի հասել, այ ընկեր։ Կարապետյանը չլինի։ Հələ տեսեք ուր ենք հասել, ջոգում եք ուր ենք հասել։ Չէ ասում է, Թուրքին կտամ։ Թող վարի է, թա բայց պետք է ռուսաստրուկները չլինեն։ Արա խելքի եկեք, արա ինչ ռուսաստրուկ։
Լավ տղեն լավ տղայա, դուխովը դուխովա, ինքնուրույնը ինքնորոշվածը, ինքնիշխանը սուվերենը, ռաբը ռաբա, ճորտա համբալն էլ համբալա։ Ինչ եք ընկեսկում ենքով։ Երկրի տերերին բերեք դրեք ուժեղ տղեք, ինքնիշխան մարդիկ, սիստեմը փոխեք առաջնային մանդատներով ամբողջ ընտրությունները կազմակերպեք հիմնական պոստերի։ Տեսեք սաղ երկրում ոնց են առաջ գալիս բանը, ինքնիշխանները։ Ուզում եք առաջնային մանդատով, ընտրություններով, գյուղապետ, քաղաքապետ, մարզպետ, չգիտեմ, առաջին ատյանի դատարան, ընտրությունով դրեք ընկեր։ Ու կտենակ երկրում ինչքան են ինքնիշխան մարդիկ դուրս գալի ու երկիրը ոչ մեկի ճորտն էլ չի լինի։ Բայց եթե երկրում պետական կառավարումը նշանակովի է վերևից ներքև, արդյունքում սելեկցիա են ելնում, ինչքան իրան հարգող մարդ կա, չի մտնում այդ հիերարխիկ բուրգի մեջ, ինչքան ժոպալես կա, ինչքան տենց շողոքորդ կա, գնում են շեֆի բան, տակ հպատակություն անելու, ու ինչքան լավ հպատակ են, այնքան կարիերնի ռոստ են ունենում, այնքան պաշտոնի բարձրացում ալնում։ Էս է սիստեմը, փոխի սիստեմը, սենց են անկախանում, եթե դու իրոք ուզում ես անկախանաս, սիստեմը պետք է փոխես, նշանակովի պաշտոնյաների համակարգը պետք է փոխես ընտրովի պաշտոնյաների համակարգով։ Ատենց են երկրները արևոր կրել են։ Լավ էդ էլ ուրիշ խոսակցություն։ Եվ վերջում խորհուրդ եմ տալիս նայեք այս Civil Net-ով այս հարցազրույցը։ Դավիթ Դավթյան, ինչքան ժամանակ, 6 ժամ, 6-7 ժամ առաջ է էսի, հա, 7 ժամ առաջ է եղել էսի, շուկաներ վերջին պահին չեն գտնում, 30 տարի կարճած ենք եղել ՌԴ-ից։ Ստեղ հակառուսական չի ես խոսքը իրականում, վերնագիրը մի քիչ դες տպավորություն է թողում, շատ հեշտ մի շնչով նայվում է, նույնիսկ դες տպավորություն ալնում, ինձ մոտ գոնե դες տպավորություններ, որ հաղորդումը ժամանակից շուտ ավարտվեց, 28 րոպեանոց հաղորդում է, ինձ մոտ տպավորություններ, որ ժամանակից շուտ ավարտվեց։ Նկարը ցույց տամ, սենց չի լինի սպասի աշկս։ Կառավարության այս որոշումները նախորդ օրը կառավարությունը որոշում կայացրեց 4 միլիարդ դրամ։ Նայեք, այսը թեժ բանավեճ հետընտրական Հայաստան։ Վերևում թեկնածուները, ներքևում Միսկարյանի դե գիտեք, Միսկարյանը ինձ համար շատ մտերիմ հարազատ մարդ է։ Այս մարդիկ հայկական, քաղաքական իրականությունը ինչ կապ ունեն ամոթ չլինի հարցնել։ Լուրջ դեմքերով խոսելու են հետընտրական զարգացումներից։ Այս մարդիկ ինչ կապ ունեն։ Միսկարյանից բացի պրինցիպի։ Այն մեկի դեմքը լավա չի երևում։ Այս սկսավ։ Հեսա կգան գահավաքվենք, ասենք խոսան բան, բայց ցավը քաշելու է ՀՀ քաղաքացին։ Ֆիզիկապես իր ծախսերով, իր հոգսերով, իր եկամուտների կրճատումով, հեսա կլնի կտենակ էլի, կլնի կտենակ։ Բայց եթե զադնի դրես Նիկոլը ու չեղավ, հետո չգաք ասեք, բա դու ասում ես սենց ալնելու, էդ էլ կտարբերակ կա էլի։ Մեկ էլ տեսար ողջամտություն ինչ որ հրաշքով փայլատակ է ուղեղով։ Բայց դա հարցի ուրիշ կողմնա քիչ հավանական է, որտեղ եվրոպաներին բանախոս տվե։ Հա, էս էլ նայեք, ուստեղ ինչ է ասում, ստեղ շատ մի հատ Դավիթը մի հոյակապ միտք է ասում, որով ուզում եմ ամփոփեմ այսօրվա մեր, հա չէ, հարցեր կապտի պատասխանեմ, բայց նո, եթերս այսքանով, ասելիքս այսքանով էր, մի հոյակապ միտք է ասում, որը հետևյալն է, ասում է, որպեսզի գյուղատնտեսությունը մեծ լինի, լավ լինի, ասում է շուկաները պետք է նախապես վերցնեինք եւ այլն, նո, էդի կլսեք կասի, ինձ կլսեք։ Ասում է, որպեսզի կարողանանք մեծ շուկա մտնենք, պետք է ունենանք ահռել վագոններով ապրանք։ Ոչ թե մի ժիգուլու բագաժնիկ, ոչ թե մի ֆուր, վագոններով ապրանք պետք է ունենանք, որ կարողանանք ապահովենք համաձայնության կամ գործար կնքենք արևմտյան լուրջ շուկայի լուրջ խաղացողների հետ։
Ասում է հենց նենց մի թեթև ապրանքի համար այդ հարցը չի լուծվի։ Ասում է իսկ դրա համար պետք էր, որ ընդհանրապես հողերը մեր մոտ կտրտված են սեփականաշնորհումը արդարության սկզբունքով, այս երկիրը միջև հիմա բոլշևիկ է, միջև հիմի բոլշևիկ երկիր է։ Այն գլխից էլ սեփականաշնորհում էին անում, բայց բոլշևիկ էին, էլի։ Բոլորին sense կտոր, ոչ մեկ այդ հողի վրա ոչ մի բան չի կարող անի։ Sense կտոր բաժանած է։ Հիմա ասում այդ հողերը պետք է միավորվեն։ Պետական միջամտությամբ այդ կտոր հողերը պետք է միավորվեն, դառնան ամբողջական, որ մեծ ներդրողը մեծ փող դնի, ով կարա փող ճարի, բերի մեծ փող դնի, մեծ արդյունք ստանա ու նոր մեծ շուկաներ գրավի։ Հիմա այս կետի վրա է ուզում ավարտեի միտքս։ Նիկոլը հելե ասում է. Ծառուկյանի տունը բլրի վրա վերցելու եմ տամ ժողովրդին, տամ ծերերին։ Ժողովուրդ հարուստներից պետք չի իրանց ունեցածը խլել բաժանել աղքատներին։ Աղքատներից պետք է իրանց հողերը հավաքել, մի հոգի փող ներդնող ճարել։ Ասենք ամեն մեկը ունի մի 5000 մետր հող, հավաքում ես, սարքում ես 50 հեկտար տալիս ես մեկին։ Ոնց ես հավաքում, դի դու գիտես, պետություն։ Ես ամենևին ոչ մի դեպքում չեմ ընդունում սեփականության իրավունքի ոտնահարումը։ Այսինքն դա անձեռնմխելի իրավունք է սեփականության իրավունքը, բայց տարբերակ ես գտնում աղքատներից իրանց չմշակած հողերը վերցես հարուստներին տաս, որ հարուստները այդ հողերից պրոդուկտ ստանան, երգիրը ծաղկի։ Ոչ թե հարուստների տները վերցես, բաժանես աղքատներին, ինչ հաթե պոպուլիզմ անես, քեզ իշխանություն տան, էլի գաք միլիարդավոր դոլարների վրա նստեք ու սկսեք բաներով ասա, տենդերներով ձեր հարցերը լուծել։ Վերջին ասելիքս սա էր։ Ժողովուրդ, երկու տարբերակ ունենք։ Կամ խելքներս գլուխս եք հավաքում։ Իրոք այդ սիրուցան եղած հողերը հավաքում տալիս ենք այն մարդկանց, հարգելով տերերի սեփականության իրավունքը։ Նրանք կամ դառնում են բաժնետեր, կամ փայատեր, կամ չգիտեմ, ծախում են, կամ վարձով են տալի, հարյուրատ ձև կա։ Հարգելով մարդկանց սեփականության իրավունքը։ Այդ հողերը պետք է հավաքել տալ մեծ ներդրողներին, միջին ներդրողներին, ավաբշե գործանողներին։ Ոչ թե պետքա գործանողներից, այդ թվում կրիմինալ գործերի մեջ թաթախված, ունեցվածքը խլես, ասես բան եմ անում, տամ աղքատներին թող ընձի լավ աչքով նայեն, աղքատներին պետք անեն ցանես, որ հարստանան, ոչ թե քեզի լավ աչքով նայեն, նորմալ երգիրը ամեն ինչ անում է, որ իր երգրում աղքատը հարստանա, դառնա միջին խավ, ոչ թե աղքատը լավ աչքով նայի իշխանություններին, վիզը միշտ ծուռ լինի, որ միշտ շնորհակալ լինի իրան լավություն անողներին։ Դու պետք է նենց անես, որ աղքատը էլ չլինի աղքատ ու ինքը խալքում կարողանա լավություն անի։ Էսա ծրագիրը։ Իսկ հարուստներին հնձելով հələ ոչ մի երգիր, հարուստների դեմ պայքարելով ոչ մի երգիր աղքատությունը չի հաղթահարել։ Աղքատությունը հաղթահարում են աղքատության դեմ պայքարելով, ոչ թե հարուստների եւ նրանց հարստության դեմ պայքարելով։ Հիմա կնայեմ աղքատները համաձայնվելու վարիանտ չունեն, չհամաձայնվելու վարիանտ չունեն։ Նելի ջան, օրինակ ինչ է, աղքատի հարց չի ստեղ։ Մարդը հող ունի, հարուստ աղքատը կապ չունի, հող ունի չի մշակում։ Կամ չգիտեմ, արդյունավետ չի մշակում։ Վարձով է տալի։ Պետությունը ասում է պարտավոր ես վարձով տաս, չես կարա պայես, հողը պետք է մշակվի։ Կամ չմշակված հողի վրա դու գանք է դնում։ Եթե հողը բերի տարածք է, ոռոգում ունի, այսինքն պայմաններ կան, էլի մշակելու, ու չի մշակվում, դու գանք է դնում։ Ուզա մի կողմից էլ առաջարկում է վարձով տալ։ Այսինքն այս կողմից դու գանում է, այս կողմից խրախուսում է։ Բնականաբար նորմալ մարդը արագ կգնա կասի հա էլի, ես էլ եմ ուզում այդ մեծ ձեռնարկի մաս լինեմ։ Գտնում են մի ներդրող, որ ենթակում 50 հեկտարի վրա, 80 հեկտարի վրա, այդքան խելացի անաստագոմ լսել եք, չէ։ Այդ ամեն խելացի անաստագոմին 50, 100, 200 հեկտար հող է պետք, որ իր կերային բազանտից ստանա։ Այդ խելացի անաստագոմն է, որ սուբսիդավորում են, այդ ժողովուրդը, հա, կովը բերեց պահեց, ցեղական էլ բերեց, իսկ ցեղական նշանակում է արոտ չի եթալու, թեև կան ցեղականներ, որոնք արոտ են գնում։ Բայց հիմնականում այն ինչ որ իրանք բերելու են, արոտ չի եթալ, բա որ արոտ չի եթալ, դրա կերը որտեղից։ Նշանակում այդ մարդը տասնյակ եւ հարյուրավոր հեկտարներով էլ պետք է հող ունենա, որ իր կերը ստանա այդ հողից։ Էսի ես գործից այդքան էլ չեմ հասկանում, ընդհանուր գծերով բան եմ ներկայացնում։ Այդ ձև միշտ հնար կա։ Սկզբից
Երևանի հողերը տվեք։ Ում տանք Երևանի հողերը։ Լավ, հիմա մի հատ տեսնեմ հարցերին պատասխանեմ, շուշուտ, ժամից ավել է, չէ, արդեն ժամ եղավ։ Ասում է դժվար, ինձ է ասում դժվար։ Բա կարող է եւ դժվար, ինչ չի լինի։ Մեկ հիվանդները, որ անշնորհքություն են անում, հարազատն ասում է կներեք էլ ինքը մի քիչ գլխի հետ խնդրեմ։ Իրականից անշնորհքության մասին եմ խոսում։ Իրոք անշնորհքության, այն բժշկական դիագնոզների մասին չեմ խոսում, դա չի։ Բայց որ տենց ասում է կներեք էլ ինքը մի քիչ բնավորության բան, մի քիչ գլխի հետ խնդրեմ ունի։ Ասում եմ, բա ես ինչքան խնդրեմ ունեմ գլխի հետ։ Եթե ձեզ թվում է, հիվանդերին եմ, եթե ձեզ թվում է, դուք ինչ-որ բան ձեզ թույլ կտաք ու կպատճառականեք, որ դուք գլխի հետ խնդրեմ, ես էլ ունեմ խնդրեմ։ Եթե ձեզ թվում է ես պետք է յոլա տանեմ ձեզ, ապա իմացեք մի յոլա տանելու բան էլ ես պետք է լինեմ։ Ձև չունեք։ Հիմա գժվար, հա ախպեր, գժվա։ Մանավանդ հիմիկվա պատկերացումներով պետք է ամեն տեսակ պակասավոր մարդու հանրության մեջ ընդունել, սիրել, փայփայել, չի կարելի քննադատել, չի կարելի պիտակավորել, գիտեք, չէ դրանք։ Ահա մի հոգելը տենց ես եմ։ Եկացա, պատկերացրեք ես եմ։ Հենց որ յոլա տարեք։ Չեմ տեսնում, ժողովուրդ, չեմ կարող հարցերը կարդամ։ Սենց նայեմ։ Հիմնականում լայքեր են։ Ընտրակաշարքի մասին։ Ժողովուրդ, այս հարցը կարճ ասեմ, այո, ընտրակաշարքներ եղել է։ Ես եթե բերեն երթվան, բանանեն, ասեն ընտրակաշարք չի եղել, ես համոզված եմ, որ ընտրակաշարք եղել է։ Ես դրանում համոզված եմ։ Բայց ես ասում եմ, դա, այսինքն կոնկրետ ընդդիմադիր ուժերի կողմից։ Բայց ես համոզված եմ նաև, որ այդ ընտրակաշարքը մի չնչին տոկոսն է այն պետական մասշտաբի ընտրակաշարքի, որը թոշակների բարձրացման տեսքով պետական միջոցների հաշվին արեց գործող իշխանությունը։ Էսի հիշեք ու չմոռանաք։ Չմոռանաք։ Ես այդ երկու երևույթը կարում եմ նկատել, համեմատել, ընդհանրություններ գտնել, տարբերությունները զանազանել։ Հատկապես մասշտաբի տարբերությունները։ Իսկ այն մնացած ընտրակաշարքով են ընտրել բանման, սուտ են ասում, եթե տենց է, համատարած գաղտնալսման տակ են եղել։ Թող բերեն ցույց տան, թե քանի հոգու են բռնել ընտրակաշարքի վրա։ Թիվը թող ասեն, 5 հոգի է, 5000 հոգի է, 15000 հոգի է, թող բերեն ասեն։ Եթե ցույց չտվեցին, որ դա էականորեն ազդել է ձայների վրա, ուրեմն աշխարհի ամենավերջին հայոյանքը իրանց հասնում է։ Հիմա մի հատ տոպ-տոշտի հարց եմ տալի։ Ալեն Սիմոնյանը իր պղծված բերանով հելավ ասեց բանա։ Նարեկ Կարապետյանը սենց իրավապահները գործ հարուցեցին, որ Նարեկ Կարապետյանը Ռուսաստանի քաղաքացի է։ Թուղթ ենք թե ինչ որտեղ։ Ինչ եղավ այդ գործը ապե։ Ինչ եղավ։ Բա Նարեկ Կարապետյանը ոչ մասնակցեց ընտրություններին։ Բա շպիոներ, քաղաքացի էր ուրիշ երկրի, ինչ եղավ։ Այդ օրերին բոլոր լրատվականները այդ մուտիտը տարածեցին, վարկաբեկեցին, Նիկոլի ռեյտինգը բարձրացրեցին, իրանց մրցակցի ռեյտինգը գցեցին, հիմա էլ ոչ պատասխան կտան դա նախընտրական շրջանում շատ փիս բան է, շատ լուրջ բան է դա։ Նախընտրական շրջանում նման ստեր տարածելը, բայց արեցին։ Այսինքն իրանք չէին մտածում, որ այն թղթի կտորը, որտեղ միտեղ գրած է, մանավանդ այս դարում այ մարդ ինչ թուղթ ուզես չնկարես։ Ինչ թուղթ ուզես։ Հազար ներողություն, թու Աստված ջան։ Ուզենան ախպեր Քրիստոսի ծննդականը կարան ցույց տան։ Բերեն ասեն, էսի Քրիստոսի ծննդականն է։ Ինչ թուղթ ուզեն չեն կարա այս դարում նկարեն։ Բայց սրանք այդ թղթին հավատում էին իրանց մոտ եղած անձնագրային տվյալներ, ռազմետկով, ԱԱՑ-ով, պոլնի սանրել են իրանք կենսագրությունը։ Մի հատ լավ պապկայել կամ մի 5 հատ պապկայել ունեն վերեն 100%։ Բայց հերել են, բա ինչ եղավ, Նարեկ Կարապետյանի օտար երկրի քաղաքացի լինելը ինչ եղավ։
Հելե Ալեն Սիմոնյանը ներողություն ակընտրե ու ընդհանրապես այդ ամբողջ շայք են։ Իհարկե ոչ։ Մուտի տարին անցավ գնաց։ Մուտիտ միշտ էլ լինելու է բարձր պաշտոնի մարդկանց, հեղինակավոր թիմի հիմնական խաղացողների կողմից մուտիտները շատ խիստ քննադատության պետք է արժանանա, կապ չունի ով անում այդ մուտիտը։ Էդ էլ տենց։ Ինձ թվում է հերիք է, չէ՞ ժողովուրդ այսօրվա համար։ Շնորհակալ եմ ձեզանից բոլորից։ Տեսնենք առաջի օրերին ինչ կլինի։ Եթե հավես ունեցա, ասելիք ունեցա, վաղն էլ հանդես կգամ։ Վաղ առավոտը բժշկական լայվ եմ անելու։ Բժշկական, մասնագիտական, նայեք։ Ձեզ թվում է թե դուք գիտեք, չէ՞ որ ես բժիշկ եմ, բայց դուք չգիտեք, որ ես բժիշկ եմ։ Նայեք լայվերս կամաց, ես ձեզ նաև կներկայանամ իմ բժշկական կողմից, որ դուք տենաք, որ ես էդ ինչ բժիշկ եմ։ Դերևս այդքանը։ Շնորհակալություն, բարի գիշեր, մի շնորհ հանդիպում։